Ինձ վստահվեց այդ երկու պատմական փաստաթղթերը օգոստոսի 23-ի հռչակագիրը եւ 91-ի հանրակրվեից հետո Գերագույն խորհրդի որոշման ընթերցումը։ Դա իհարկե ինձ համար բան բացեց, լայն պրոսպեկտ, լայն հնարավորություններ, փորձեցի արդարացնել այդ վստահությունը։ 35-40 տարի արդեն այդ գործի մեջ եմ եւ երբեք համը չեմ հանել։ Իմ ընկերների մեջ շատերը կան, որոնք 88-ից լուսավոր տղերք էին, հերոս, շատերը չդիմացան։ Շատերը առնետավազքի ճանապարհով գնացին, շատերը պաշտոնների հետևից գնացին, լավ ապրելու հետևից գնացին։ Եվ այստեղ կինոյի տղայերն ա, ով դիմանում է գայթակղություններին եւ դուրս է գալիս մաքուր։ Կորցնում է շատ դուք ձեզ կինոյի տղա եք համարում։ Այդ առումով այո, որովհետեւ շատ բարեկամներ են ինձ երես թեքել, ընկերներ են խռովել ինձնից, որոնց կարող էի օգնել, բայց չեմ օգնել, որոնց կարող էի ժողովրդական բառով հացի տեր դարձնել, բայց չեմ դարձրել։ Ներքին արգելք ունեի, որը ես ինձ համար սահմանեցի օգոստոսի 23-ին 90 թվականին։ Ես եւ մտքում եւ բարձրաձայն ինքս իմ հետ պայմանավորվել եմ, որ գնալու եմ ուղիղ, անշեղ, գնալու եմ երկրի կայացման, երկրի պետականության ճանապարհով եւ ոչ մի բանի առաջ չեմ կանգնելու։